Բարև ձեզ, պարոն նախագահ, ներկայանում Արման Սարգսյան, Հայկական համալսարանի 7-րդ հոսքի ունկնդիր։ Պարոն նախագահ, 2016 թվականին Արցախյան երկրորդ պատերազմից հետո կար այն ընկալումը, որ Ադրբեջանը պատրաստվում է ավելի մեծ եւ լուրջ պատերազմի, եւ եթե այո, ինչպիսի քայլեր են ձեռնարկվել, հատկապես ռազմական տեսանկյունից։ 94 թվականից սկսած ռազմական բնագավառով զբաղվող ցանկացած ղեկավար միշտ ենթադրում էր, որ վաղը կամ մյուս օրը կարող են լինել ռազմական գործողություններ կամ լայնամասշտաբ պատերազմ։ Հիշում եք, չէ՞, հայտնի ասացվածքը, եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմ։ Ես միշտ, եթե առնչություն եմ ունեցել զինված ուժերի հետ, անմիջական առնչություն, միշտ էլ ենթադրել եմ, որ չի կարելի բացառել ռազմական գործողություններ պատերազմ։ Իսկ թե 16 թվականից հետո ինչ ենք արել, ես շատ հանգամանորեն տարբեր հարթակներում ասել եմ, թե ինչ ենք արել եւ ամենակարևորը մենք ընդունել ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման 7-ամյա պլան, որտեղ տարբեր բնույթի բարեփոխումներ էին նախատեսված, ֆիքսված էին եւ ժամկետներ այդ բարեփոխումների ու նաեւ ֆիքսված էին, թե որտեղից պետք է ապահովեին այդ բարեփոխումների ֆինանսական հոսքերը։ 16 թվականի ռազմական գործողություններից հետո եւ նույնիսկ մինչեւ այդ արդեն աշխարհում ի հայտ էին եկել նոր սպառազինություններ, այդ թվում նաեւ անընդհատ թռչող սարքեր, որոնք շատ արդյունավետ էին առաջին հայացքից, այնուհետև կատարելագործվել են և դարձել են իրոք շատ արդյունավետ։ Ես ինչու եմ դա ասում, որովհետև 14 թվականից սկսած արդեն Հայաստանի Հանրապետությունում ընթանում էին նախագծային փորձարարական աշխատանքներ անօդաչու թռչող սարքեր ստեղծելու Եվ արդեն 16 թվականին մենք ունեինք նախատիպեր, ինքներս ունեինք նախատիպեր, որոնք ցավոք սրտի հետախուզական էին, հարվածային չէին, եւ 16 թվականին մեր դեմ կիրառվեցին հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ճիշտ է, որ այդ անօդաչու թռչող սարքերի հարվածներից մենք շատ որոշներ չենք ունեցել, որովհետև արդեն երկրորդ օրը մեր զինվորներն ու սպաները արդեն հարմարվել էին դրան եւ պաշտպանվում էին մի կողմից, մյուս կողմից նաեւ ոչնչացնում այդ թռչող սարքերը։ Եվ ահա ելնելով դրանից մենք նախատեսել էինք, եթե հիշողությունից ինձ չի դավաճանում, 3000-ից ավելի թռչող անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել, ընդ որում մինչև 20 թվականը դրա կեսը մենք արդեն պիտի ձեռք բերեինք։ Կոնկրետ դրամական միջոցներով ապահովված էր այդ ամբողջը։ Ուղղակի ոնց են ասում, բալը որ դնում են տորտի վրա։ Շատ լավ, հասկանալի է ինչ պետք է ասել։ Մենք երբ որ մասնավորեցրեցինք Որոտանի կասկադը, այն ժամանակահամար դա շատ մեծ գումար էր, այդ գումարի կեսը մենք դրել էինք կառավարության հաշվին բյուջեից դուրս եւ ասել էինք, որ այս գումարը նախատեսված է զինված ուժերի համար եւ հատկապես ինչի համար։ Ցավոք սրտի 18 թվականից հետո այդ գումարը ծախսվեց բոլորովին այլ սպառազինության վրա, որը պետք չեկավ ցավոք սրտի
44 օրյա պատերազմի ընթացքում։ Ես կարող եմ նաև այդ ծրագրեր ասել, բայց կարծում եմ, որ այդ ծրագրերին դուք ծանոթ եք եւ եթե իրագործվեին այդ ծրագրերը, բոլորովին այլ ընթացք ունենային ռազմական գործողությունները, եթե այդ ռազմական գործողությունները լինեին։ Իհարկե դժվար է այտենց ասել, եթե 18 թվականը չլիներ ապրիլյան իրադարձությունները, ապա Ադրբեջանը ռազմական գործողություններ չէր նախաձեռնել, որտեղ մարդիկ կարող էին ասել, ինչի իման վրա ես այդպես վստահաբար ասում։ Դրա համար ես վերապահումով եմ ասում։ Իսկ եթե լինեն ռազմական գործողություններ, համոզված եղեք, որ մենք շատ արժանի պատասխան կտայինք, շատ արժանի։ Միգուցե ավելին կանեինք, քան արեցինք ապրիլյան պատերազմի ժամանակ։